Ողջույն սիրելի հետևորդներ, ուրախ եմ ձեզ ողջունել Նորույսի YouTube-յան ալիքում։ Մենք սկսել ենք նոր զրույցների շարք, որի ընթացքում խոսելու ենք տարատեսակ թեմաների մասին, ինչպես նաև Նորույսը գրի դերահասախճիկները կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ առաջին հաղորդման հյուրերին։ Նորույս ՀԿ-ի շրջանավարտ Նվարդ Մինասյան եւ բարձրագույն կրթության փուլի մենթի Անի Մինասյան։ Ողջույն, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ շատ։ Որպեսզի ձեզ ավելի լավ ճանաչեն, մի փոքր կպատմեք, ինչպես հայտնվեցիք Նորույսում։ Ես Նորույսին միացել եմ շատ հետաքրքիր, քննադատները հիմնականում Նորույսի մասին իմանում են իրենց ընկերներից, դասընկերներից կամ ուսուցիչներից, ես իմացել եմ Նորույսի մասին իմ տատիկից։ Տատիկս տեղեկանալով Նորույսի կատարած աշխատանքի մասին մեծ ցանկություն է հայտնել, որ ես նույնպես դառնամ Նորույսի անդամ ու ներկայացրել է ինձ, ու ես շատ ոգևորված միացել եմ Նորույսին, ինչպես արդեն տեսնում եք, երկար տարիներ Նորույսի սան։ Ինչպես ես միացա Նորույսին, եւս բավականին հետաքրքիր է։ Իմ քույրը, ինչպես նա նշեց, արդեն Նորույսի սան էր եղել եւ ես նրա մեջ փոփոխություններ շատ նկատեցի, ինչը ինձ համար բավականին զարմանալի էր։ Եվ ես ցանկություն հայտնեցի եւս դառնալ Նորույսի սան, քանի որ կուզենայի ավելի ինքնավստահ դառնալ, ինչպես որ իմ քույրը եւ շատ այլ հատկություններ ձեռք բերել, որը հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ձեռք եմ բերել Նորույսում լինելու ընթացքում։ Ինչպես գիտենք, մարդու կյանքում մեկ խոսքը կամ մեկի կողմից տրված աջակցությունը կարող է մեծ ազդեցություն թողնել։ Կհիշեք մի դեպք, որ ձեր մենթորի կողմից ասված խոսքը ձեր վրա մեծ ազդեցություն է թողել։ Կիսվեք այդ պատմությամբ։ Իրականում ես շատ շնորհակալ եմ թե Նորույսին, թե իմ մենթորին, որովհետև ես Նորույսին միացել եմ, երբ որ ես շատ խոցելի էի ու ավելի էմոցիոնալ էի, քան երբևէ։ Իմ դեռահասության շրջանի սկիզբն էր, բայց իմ մենթորի հետ կատարած աշխատանքի շնորհիվ, Նորույսի անդամների աջակցության շնորհիվ ես կարողացել եմ հաղթահարել իմ մեջ առաջացած վախերն ու կոմպլեքսները։ Օրինակ, ես նկատում եմ, որ տարվա սկզբում, երբ որ մենք ունենում ենք խմբային հանդիպումներ, ես վախենում եմ արտահայտել իմ միտքը, իմ կարծիքը, բայց ժամանակի ընթացքում իմ մենթորի հետ կատարած աշխատանքի շնորհիվ ես կարողացել եմ հաղթահարել իմ մեջ վախերը ու դառնալ ավելի ազատ, ավելի անկաշկանդ, ու այդ պատճառով ես շատ շնորհակալ եմ թե Նորույսին, թե իմ մենթորին։ Կոնկրետ խոսք չեմ կարող հստակ նշել, որ ինքը ինձ ասել է, բայց մեր աշխատանքը շատ արդյունավետ է եղել ու ես մինչև հիմա զգում եմ։ Ամենաառաջինը, ինչի համար կցանկանամ իմ մենթորից շնորհակալություն հայտնել, դա այն էր, որ ես բավականին էմոցիոնալ դեռահաս էի ու չէի կարողանում ճիշտ կառավարել, ցուցադրել իմ էմոցիաները, եւ նրա հետ բազմաթիվ աշխատանքներ կատարելուց հետո ես վերջապես կարողացա ճիշտ ներկայացնել ինձ, ճիշտ ցուցադրել իմ էմոցիաները, դրա համար շատ շնորհակալ եմ նրան։ Նաեւ ես չէի կարողանում հավատալ իմ ուժերին, ինչը կապված էր նրա հետ, որ իմ ինքնակրթությունը ավելի ցածր մակարդակի վրա էր գտնվում։ Նրա հետ շատ աշխատանք տարանք հոգեբանական առումով, թե տարբեր թեստեր կատարեցինք ու վերջապես հասա այն արդյունքին, որ հիմա կարող եմ ճիշտ ցուցադրել իմ էմոցիաները եւ ունեմ բարձր ինքնագնահատական։ Շնորհակալ եմ շատ ձեր պատմություններով կիսվելու համար։ Ինձ նաև հետաքրքիր էր ծրագրի ընթացքում եղել է մի դեպք, որը շատ տպավորիչ ու կարևոր է եղել ձեզ համար։ Ամենակարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցել Նորույսում, դա իմ երազանքի կատարումն էր, որովհետև ես շատ երկար ժամանակ հետևում էի Բաբկեն Չոբանյանին ու շատ մեծ ցանկություն ունեի նրա հետ հանդիպելու, զրույց ունենալու, ու Նորույսը այդ հնարավորությունը ինձ տվեց։ Մենք այս վերջերս ունեցել ենք հանդիպում Բաբկեն Չոբանյանի հետ։ Այդ հանդիպումը իմ ամենասպասված ու սիրելի հանդիպումներից մեկը դարձավ, քանի որ այն գիտելիքները, որը տվեց Բաբկեն Չոբանյանը, եւ այն էներգիան, որով ես գնացի տուն, ուղղակի աննկարագրելի էր ու անփոխարինելի։ Ինձ համար շատ կարևոր ձեռքբերում էր 2020-ից 21 թվականների ընթացքում մասնակցել Նորույսի դասընթացներից մեկին, որը պուլինգի վերաբերյալ էր։ Շատ ուրախ եմ, որ ինքս կարողացա ներդրում ունենալ պուլինգի իրազեկվածության բարձրացմանը ու Շիրակի մարզի տարբեր համայնքներում կարողացանք քիչ թե շատ ներկայացնել պուլինգի մասին, կիսվել մեր փորձառությամբ ու ավելի հասանելի դարձնել դեռահասներին, դպրոցականներին, թե ինչ է պուլինգը ու ինչպես այն հաղթահարել։ Դուք արդեն շատ հաջողություններ եք գրանցել, կասեք նաև որն է այս պահի դրությամբ ձեր նպատակը եւ ինչպես է Նորույսը աջակցում դրա իրականացման գործում։ Ես ամերիկյան համալսարանի ուսանող եմ, սովորում եմ ծրագրավորում եւ Նորույսը ոչ միայն ինձ աջակցել է տարբեր հմտություններով, գիտելիքներով, որովհետեւ հավատացեք տարբեր
փուլերի ընթացքում նոր լույսը տվել է այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք մինչև այժմ ես կարող եմ կիրառել իմ ուսանողական կյանքում եւ վստահ եմ, որ աշխատանքին տունվելիս այդ գիտելիքներից շատ են պետք գալու։ Այն նաև նոր լույսը փորձում է օգնել ֆինանսապես, եթե չգիտեք, նոր լույսը ունի կրթաթոշակ, որին նաև դիմել եմ ես եւ այդ կրթաթոշակը փորձում է օգնել ինձ, որպեսզի ես կարողանամ իմ ուսման վարձը փակել։ Իմ ամենամեծ նպատակը դա ապագայում բժիշկ դառնալն է ու նոր լույսը արդեն իսկ ինձ օգնում է այդ հարցում, քանի որ մենք ձեռք ենք բերում տարբեր հմտություններ, տարբեր գիտելիքներ, որոնք շատ են պետք գալիս կյանքի յուրաքանչյուր փուլում, ոչ միայն մասնագիտության մեջ, որը ես արդեն իսկ կիրառում եմ։ Շատ շնորհակալ եմ նոր լույսին դրա համար։ Նաև նշեմ, որ մենք ունենում ենք տարբեր դասընթացներ ընկեր Վալիայի հետ, որը օգնում է ավելի կենսաբանության առումով, այսինքն դասի ընթացքում ես ավելի տեղեկացված եմ, քան իմ դասընկերները այդ դասների շնորհիվ։ Վստահ եմ ձեր փորձը լսելով հիմա շատ աղջիկներ ստացան իրենց ուզող հարցերի պատասխանները։ Կասեք ինչ խորհուրդ կտաք այն դեռահաս աղջիկներին, ովքեր ուզում են միանալ նոր լույսին։ Առաջին հերթին կնշեմ, որ շատ ճիշտ քայլ կանեք, եթե միանաք նոր լույսին, քանի որ նոր լույսը մեզ տալիս է ոչ միայն գիտելիքների բազա, այլ նաև տարատեսակ հմտություններ եւ ամենակարևորը մենք հնարավորություն ենք ունենալու ծանոթանալ տարբեր աղջիկների հետ ու այդ մարդիկ կդառնան մեր ընկերները։ Ես հենց իմ փորձից դա կարող եմ վստահաբար ձեզ ասել։ Բացի դրանից նոր լույսում, ինչպես նշեցի, ունենում ենք տարբեր հանդիպումներ, տարբեր հայտնի հյուրերի հետ, եւ նրանք մեզ տալիս են խորհուրդներ, ինչը մեզ կյանքում շատ օգնելու է։ Դրա համար միացեք նոր լույսին, վստահաբար ձեր կյանքում շատ բան կփոխվի։ Ինչպես կարելի է ենթադրել իմ ու Անի պատմածներից, նոր լույսը մեզ շատ է օգնել ու աջակցել։ Մենք երկուսս էլ միացել ենք նոր լույսին, երբ որ եղել ենք դեռահաս ու բավականին խոցելի ու էմոցիոնալ, բայց շատ շնորհակալ ենք նոր լույսին, որովհետև կարողացել ենք հաղթահարել մեր մոտ առաջ եկած խնդիրները, կոմպլեքսները ու ամենադժվար փուլում, մեր ինքնաճանաչման փուլում, երբ որ պետք է թե ծնողների աջակցությունը, թե ընկերների աջակցությունը, մեզ աջակցել է նաև նոր լույսը ու մենք եղել ենք այդ ընթացքում ավելի կայուն ու ամուր։ Շատ շնորհակալ ենք դրա համար նոր լույսին։ Ու ինչպես արդեն նշեցի, նոր լույսում ձեռք բերեք տարբեր հմտություններ, գիտելիքներ, որոնք հաստատ ձեզ պետք են գալու։ Իրականում ես սկզբից կարող եմ մտածել, որ այդ հմտությունները այդքան էլ անհրաժեշտ չեն լինի, բայց թե համալսարան ընդունվելուց, թե մարդկանց հետ շփվելու ընթացքում հասկանում եմ, որ այն հաղորդակցման հմտությունները, որ մենք ձեռք ենք բերում նոր լույսում, մեզ հաստատ պետք են գալու, եւ նոր լույսը քիչ թե շատ փորձում է ապահովել, որ դեռահաս աղջիկները ծանոթանան բոլոր այդ հմտություններին ու տիրապետեն դրանց։ Դրա համար հաստատ միացեք նոր լույսին։ Եվ վերջում, որպես ամփոփում, կարող եք մեկ նախատեսությամբ նշել, ինչ տվեց ձեզ նոր լույսը կամ ինչ սովորեցիք։ Եթե խոսեմ կարճ, ուրեմն կնշեմ, որ նոր լույսը ինձ տվեց շատ ընկերներ եւ ամենակարևորը բարձր ինքնագնահատական։ Երևի նոր լույսի շնորհիվ ես դարձա ավելի համառ ու հետաքրքրասեր։ Անչափ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, այսօր տաղավարում իմ հյուրերն էին Նվարդ Մինասյանը եւ Անի Մինասյանը, իսկ տաղավարում ձեզ համար աշխատեց Նինա Աբղայրյանը։ Առայժմ